Հայ ջան, շարունակելով Python-ի խնդիրների դիտարկումը, եկեք միասին դիտարկենք հետևյալ խնդիրը։ Ուրեմն ասում է խնդիրը հաշվել գլանի ծավալը։ Գլանի ծավալը հաշվում է PR քառակուսի h բանաձևով, որտեղ h-ն ու r-ը ներմուծվել են ծրագրի աշխատանքի ընթացքում, իսկ որպես տիպ ասում է, որ վերցնենք այս թիվը, թեպետ մենք կարող ենք վերցնենք 3.14-ը կամ Python-ում հենց պին գոյություն ինքը ունի math մոդուլում։ Դե եկեք սկսենք, ուրեմն գանք Visual Code միջավայր, ուրեմն ծրագրի աշխատանքի ընթացքում ներմուծվելու է իր շարավիղը, այսինքն r-ը, r-ն էլ ընդ որում հավասար է int input, այսպես ես ներմուծում եմ r-ի արժեքը ծրագրի աշխատանքի ընթացքում եւ պետք է ներմուծեմ նաեւ h-ի արժեքը, h-ն էլ հավասար int input։ Այսպես r-ն ու h-ը ներմուծվեց եւ ինձ մնում է հաջորդիվ հաշվեմ ծավալը։ Ծավալը հաշվելու համար գրենք v-ով եմ նշանակում, v-ն հավասար է 0.314 եկեք վերցնեմ բազմապատկած r քառակուսին դա նույն r անգամ r-ն է, անգամ r եւ անգամ h։ Այսպես բանաձևը ոնց որ կա, ես այդ բանաձևը ըստ էության այստեղ հավաքեցի, ընդ որում r-ն ու h-ն որոշվում են ծրագրի աշխատանքի ընթացքում, իսկ որպես π վերցեցի 3.14-ը եւ հաջորդիվ ինձ մնում է արդեն արտածել հենց v-ի արժեքը։ Այսպես եկեք տեսնենք այստեղ ինչ օրինակներ կան, հենց այդ օրինակները փորձենք ներմուծել։ Նո 15 եւ 6, 15 եւ 6 արժեք եկեք ներմուծենք։ Աշխատացնելու համար բացում ենք տերմինալը, իմո տերմինալը բացի, բայց եթե ձեզ մոտ փակ է, գալիս եք այս վերի մասում տերմինալ, նյու տերմինալ ու այս միջավայրը բացվում է։ Գրում ենք Python բացած մեր ֆայլի անունը main2.py։ Սեղմում ենք enter, սպասում է արժեքներ ներմուծենք։ Ներմուծում ենք 15 որպես r եւ 6 որպես h։ Ու ստացանք այս թիվը, բայց կարծես թե այստեղ հակառակն է, 15-ը որպես h, 6 որպես r։ Եկեք մի հատ էլ այդպես աշխատացնեմ, որ տեսնենք նույն արդյունքն է տալիս։ Այսինքն 6 եւ 15 ու հա տեսեք այն պատասխանը, որը որ կար։ Ես այստեղ առաջինի մոտ r-ն է ներմուծում, այսինքն երբ այստեղ ներմուծեցի 15-ը վերագրվեց r-ին։ Բայց խնդրում օրինակի մեջ այստեղ h-ն առաջինը ներմուծում, այսինքն 15-ը վերագրվում է h-ին, 6-ն է r-ին վերագրվում։ Եվ ես էլ այստեղ այդ կերպ վարվեցի, ուրեմն հաջորդիվ աշխատացեցի, քանի որ իմ մոտ սկզբից r-ն եմ ներմուծում, հետո սկզբից կներմուծեմ 6, այդ 6-ը գա գրվի r-ի մեջ, հետո արդեն կներմուծեմ 15, այդ 15-ը գա գրվի h-ի մեջ։ Ու հաշվում եմ ծավալը այս բանաձևով։ Շատ լավ, սա առաջին խնդրի հետ կապված, անցնենք առաջ, հիմա միասին դիտարկենք երկրորդ խնդիրը։ Երկրորդ խնդիրն ասում է հետևյալը, ուրեմն հաշվենք այս բանաձևը, այս արտահայտության արժեքը, որտեղ ան եւ b որոշվել են ծրագրի աշխատանքի ընթացքում։ Այստեղ է գրված է i խորանարդ գումարած 8 անգամ a + b քառակուսի հանած 33ab հանած 7։ Եկեք միասին փորձենք սա նույնպես հաշվել։ Սա ինձ պետք է եկեք հանեմ, ան ու b-ն որոշվել են ծրագրի աշխատանքի ընթացքում։ Եկեք a եւ b փոփոխական է հայտարարենք, որոնց արժեքը էլի որոշվել է ծրագրի աշխատանքի ընթացքում։ Ան հավասար է int input, b-ն հավասար է int input։ Այսպես ան եւ b-ն ես հայտարարեցի, ներմուծեցի։ Հիմա խնդրում ասում է y-ն հավասար է a խորանարդ, եկեք մի օրից բանաձևը նայենք, տեսեք, a խորանարդը ոնց ենք հայտարարում։ A խորանարդը գրելու համար ես կարող եմ գրեմ a անգամ a անգամ a կամ ավելի կարճ գրեմ, բարձրացնեմ այսպես i3 աստիճան։ Աստիճանը բարձրացնում ենք այս հրամանի միջոցով։ Սա a խորանարդը կհաշվի։ A խորանարդին պետք է գումարեմ, եկեք գանք այստեղ 8 հատ a + b քառակուսին։ Այսինքն պետք է գումարեմ a + b անգամ a + b եւ այս արժեքը բազմապատկեմ 8-ով, որտեվ խնդրում ասում էր 8 հատ սրանից պետքա լինի։ Հաջորդի պետք է հանեմ 33 հատ ab, այսինքն հանած 33 անգամ a անգամ b եւ մի հատ էլ հանեմ 7։ Այ այսպես։ Ու ինձ ինչ ամենում, ինձ մնում այս կետում արդեն արտածեմ y-ի արժեքը, print անեմ y-ը։ Սա եկեք մաքրեմ։ Եվ այսպես։ Ու սպասում եմ արժեքներ ներմուծենք։ Ենթադրենք ներմուծեցի, եկեք տեսնենք այստեղ օրինակը, հենց օրինակի տվյալները ներմուծեմ։ Հա, 3 եւ 4 եկեք ներմուծեմ։ 3-ը սա վերագրվել է a-ին, 4-ը վերագրվել է b-ին եւ 16 հաշվեց այն արժեքը, որը որ մեզանից ակնկալվում էր որպես արդյունք այս արտահայտության a-ի եւ b-ի համապատասխան արժեքների դեպքում։ Շատ լավ, անցնենք առաջ, սա
ասենք 10-րդ խնդրին, ուրեմն այստեղ ինչ է ասվում, ասում է, որ համաճարակի ժամանակ մարդիկ պետքա ինչ որ հեռավորությամբ, դիստանցիայով հերթ պահին, ու այստեղ ծրագրի աշխատանքի ընթացքում դու ստանալու ես այդ d-ն, դիստանցիան, այդ հեռավորությունը, եւ պետքա 5 հոգու համար հերթ գրես, ընդ որում այդ հերթը սկսում է 0-ից, այսինքն եթե ներմուծվեց 4, տեսեք, պետքա 0-ից 4 գրենք, հետո 4-ից 8, հետո 8-ից 12, հետո 12-ից 16, ու միջանկյալ հատվածում դնենք այս սիմվոլը։ Փորձենք իրականացնել սա, եկեք սա նույնպես մաքրում, ես ինձ պետք չի։ Այս դեպքում մենք մուտքում որպես տվյալ ստանալու ենք ընդհանրապես մեկ հատ տվյալ։ Int input։ Սա ասենց ես կնեմուծեմ այդ մի հատ տվյալը։ Ու հիմա պետք է արտածեմ դրանք։ Ոնց վարվենք։ Եկեք գրենք ուրեմն print, առաջինը դա 0-ն է, չէ՞։ Կարամ 0-ն գրեմ նաև 0 անգամ դեմ, որտեղ 0 անգամ ինչ-որ թիվը տալիս է այդ նույն թիվը, տալիս է 0։ Հաջորդ թիվը եկեք գրենք 1 անգամ դեմ։ Երկրորդը գրենք 2 անգամ դեմ։ Որովհետև խնդրում տեսեք ոնց է ասում, սկսում ես 0-ից, հետո d-ով գնում ես։ Հիմա 0 անգամ d-ն կտա 0-ն, հետո d-ով գնացի կլինի 1 անգամ d, հետո մի հատ էլ եմ սայն շարունակում d-ով, լինում է 2 հատ d։ Հաջորդիվ 3 անգամ d, եկեք սենց ավելի գեղեցիկ գրելու համար, այսպես պրոբելներ բաց չմոռանամ, եւ մնաց ինձ մի հատ էլ 4 անգամ d-ն անեմ։ Ու իրենց տարանջատեմ sep-ը հավասար է separate բառի միջոցով հավասար է մեծա փոքրը ու իրենց միջանկյալ դնենք այս երկու հատ գծիկները։ Վերջ, այսքանը սրա հետ կապված, եկեք սա էլ աշխատացնեմ։ Հիմա սպասում ենք դիստանցիա նմուծում։ Ենթադրենք նմուծեցի 4, տեսեք 0-ից մինչև 16-ը գնաց, 4-ի դեպքում մեզ մոտ նույնպես 0-ից մինչև 16-ը գնում էր։ 0, 4, 8, 12, 16 ու այդ սիմվոլով տարանջատված է այդ։ Այստեղ էլ 0, 4, 8, 12, 16 ու ինքը էլ այդ սիմվոլով իրարից տարանջատվում է։ Սա այս խնդրի հետ կապված։ Հաջորդ խնդիրն ասում է հետևյալը, ուրեմն երկրաչափական պրոգրեսիան է այստեղ նկարագրված, որտեղ n-րդ անդամը հաշվում են n-1 անգամ q, կամ որ նույնն է, կարաս հաշվես b1 անգամ q-ի n-1 աստիճանով։ Եթե երկրաչափական պրոգրեսիան ծանոթ չեք, կարաք ուղարկի այս մասը բաց թողնեք կամ կարաք մի հատ կարդալ, ուսումնասիրեք երկրաչափական պրոգրեսիա, որտեղ բավական հետաքրքիր թեմա է, եւ վերադառնանք այս խնդրի, այստեղ ինչ որ նկարագրություն էլի իրան համար տված է։ Ուրեմն մենք ծրագրի աշխատանքի ընթացքում ինչ ենք ստանալու։ Ստանալու ենք b1-ը, ստանալու ենք q-ն, հետո ստանալու ենք n-ը եւ պետք է հաշվենք n-րդ անդամը։ Դե ինչ եկեք սկսենք իրականացնել։ Ուրեմն սա ինձ պետք է սա մաքրեմ, ստանալու եմ b1-ը, չէ՞, դրա համար գրում ենք b1-ը հավասար է int input, ինքը integer է, int տիպի արժեք է լինելու, դրա համար int եմ վերցնում։ b1-ը ստացանք, q-ն ենք ներմուծում, q-ն էլի հավասար է int input եւ մեկ էլ n-ը պետք է ներմուծենք, n-ը էլի նույնպես հավասար է int input։ Այսպես b1-ը q-ն եւ n-ը ներմուծեցինք եւ հաջորդի պետք է հաշվեմ b-րդ անդամը, չէ՞, b-ն եկեք sense գրեմ։ b1-ն էլ եկեք ես տակի գծիկով ես տարանջատեմ։ Հիմա b-ը ինչի է հավասար։ B-ը հավասար է q-ի n-1 աստիճան, որտեղ բանաձև այստեղ ասում է, տեսեք, q-ի n-1 աստիճան։ Ուրիշ մենք այն ձև գրենք։ Ուրեմն ինչ կլինի q-ի n-1 աստիճան նշանակում է q բարձրացած n-1։ Եվ այս արժեքին ինչ որ ստացա սա, պետք է բազմապատկեմ b1-ով։ Վերջ, այսպես b-ը ես ձևավորեցի q-ի n-1 անգամ b1։ Եվ այս արդյունքը պետք է գցեմ արդեն, պետք է b-ում գրված է, պետք է արտածեմ։ Այսինքն գրեմ print b տակի գծիկ n։ Սա եկեք աշխատացնեմ։ Սպասում է արժեքներ ներմուծում, եկեք նույն արժեքներ ներմուծենք 95, 3 եւ 2։ 95, 3 եւ 2։ Եվ 285, այսինքն ստացա նույն արժեքը, ինչ որ օրինակում տրված էր։ Շատ լավ, այսպես եւ վերջին խնդիրը սա հետ կապված դիտարկենք, այստեղ թվաբանական գործողության նշաններն են, որոնք որ կարող ենք իրականացնել գումարում հանում, բազմապատկում, բաժանման 3 տեսակները եւ աստիճան բարձրացնելը։ Ուրեմն խնդիրն ասում է մուտքում ստանում ես x եւ y-ը, ծրագիրը պետք է արտածի x-ը y-ի վրա բաժանելուց ամբողջ մասը եւ x-ը y-ի վրա բաժանելուց մնացորդը։ Մասնավորապես 15-ի վրա բաժանելուց ամբողջ մասը 2 է, իսկ մնացորդը 0 է։ Օգտվենք ամենահասարակ հեշտ խնդիրներից մեկն է սա։ Ուրեմն ինչ է, x-ը հավասար է int input, այսպես, եւ y-ը նույնպես հավասար է int input։ Եվ պետք է արտածենք, ուրեմն ամբողջ մասը բաժանում պետք է իրականացնել, այսինքն print
x-ը ամբողջ մասով բաժանած y եւ մի հատ էլ x-ը մնացորդով y-ի վրա բաժանելուց արդյունքը։ Այս երկու տվյալներն են մեզ անհրաժեշտ արտածել։ Աշխատացնենք։ Եկեք 10 եւ 5-ի օրինակով աշխատացնենք 10 եւ 5։ Տեսեք, ստացանք 2 ամբողջ մասնա, 0-ն արդեն մնացորդը։ Վերջ, այսքան այս խնդիրի հետ կապված կարծում եմ պարզ է եւ հասկանալի, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Իսկ հաջորդի կդիտարկենք ավելի հետաքրքիր խնդիրներ։ Լավ մնացեք, կհանդիպենք։